Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո մի փաստաթուղթ է հրապարակվել հռչակագիր Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, որում սևով սպիտակի վրա նաև հայ-ադրբեջանական խաղաղության մասին են գրել, ակնկալիքների, շահերի մասին շեշտադրումներ արել։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ եւ մեր ակնկալիքները, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ վերջնական խաղաղության հաստատման համար, որը կհանգեցնի մեր տարածաշրջանի բոլոր մասնակիցների շահերից բխող արդյունքների, կրկին հաստատվել են։ Այն, որ Անկարան առերևույթ չկա հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց իրականում Ալիևը առանց մեծ եղբոր թույլտվության ոչ մի քայլ չի անում, հայտնի իրողություն է։ Բայց վերջին շրջանում հատկապես թուրքական հարթակը փորձում է իր դիրքերն ամուր ընդգծել, խաղաղարարի տպավորություն թողնել, որ եթե հանկարծ պաշտոնական միջնորդների կարիք լինի, ինքը թեկնածուների շարքում անքննարկելի առաջատար դառնա։ Ու թեև հայ-թուրքական հարաբերությունները փորձում են փաթեթավորել այնպես, որ իբր թե դրանք ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանականի հետ, ամեն դեպքում այստեղ թուրքերն իրենց առանձին օրակարգն ունեն։ Պարզապես միջնորդ լինելու համար պետք է անկախ ձևանալ, իբր հայերի հետ որևէ առանձին օրակարգ ու խնդիր չկա։ Անգամ իրենց երկրի ամենաբարձր մակարդակի փաստաթղթում են փորձել հավասարության նշան դնել Բաքվի ու Երևանի միջև։ Կարծում եմ, որ այս խաղը ուղղակի ինքը չպետք է ստացվի Թուրքիայի մոտ։ Ոչ թե Ադրբեջանն այդպես ներկայացնում, այլ հենց Թուրքիան, այսինքն իրենք իրար հետ են անում, բայց գլխավոր դերը Թուրքիայի մոտ, այսինքն Թուրքիան փորձում է այսպես կեղծ պատկեր ստեղծի, որտեղ որ ինքը ուղղակի միջնորդ է, ինքը շատ կուզեր Հայաստանի հետ բարելավել հարաբերությունները, որևէ խնդիր չունի, ուղղակի Ադրբեջանի հետ հարցերն է պետք լուծել, իսկ ինքը կարող է լինել երաշխավոր, միջնորդ եւ այլն։ Սա լիովին կեղծ պատկեր է իհարկե։ Թուրքական նախաձեռնությունը նաև 3 գումարած 3-ը, որի մասին դարձյալ վերջին շրջանում հիշատակումները քիչ չեն։ Ռուսաստանի արտգործնախարարն էլ օրերս հենց Երևանում ասաց, թե զգալի ներուժ են տեսնում հարթակում տարածաշրջանային համագործակցության զարգացման մեջ։ Բայց Թուրքիան իհարկե որպես պլան A կնախընտրի դեռևս միայնակ խաղալ, որովհետև այս հարթակում են Իրանը, Ռուսաստանն ու Վրաստանը։ Այսինքն Հայաստանի համար ամենավտանգավորը կլինի թուրքական միջնորդությունը, որքան էլ թուրք դիվանագետները անաչառ ձևանան։ Թուրքիան այդ ագրեսիայի հովանավորն է, հիմնական հովանավորն է, համ գաղափարական, համ նյութական, համ քաղաքական ամեն ձև ինքը հովանավորում է այդ Ադրբեջանի ագրեսիան։ Այսինքն Թուրքիան պետքա բացառվի որպես միջնորդ։ Միանշանակ, եթե ընտրությունը Թուրքիան որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ 3+3 հարթակը, միանշանակ 3+3 հարթակը Հայաստանին ավելի ձեռնտու տարբերակ։ Խաղաղության գործընթացն ամբողջապես փակուղի տանող Ադրբեջանը հիմա մեծ եղբորն է փորձում գործում կողմ դարձնել, ինչ կա մտքին, իհարկե բանակցությունից մեծապես օգուտներ քաղելու նպատակ։ Բայց փորձագետն ասում է, խնդիրը նախ միջնորդները չեն, պետք է բալանսավորել ուժերը, որպեսզի ցանկացած միջնորդ երաշխավորի դեպքում թույլ չլինես որևէ պարտադրանքի կուլ չգնաս։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։